Բարև ձեզ, ես Մարիամ Գևորգյանն եմ, հիմա միասին կլուծենք մաթեմատիկական խնդիր։ Ես այն հիմա կկարդամ, որից հետո ձեզ կտամ ժամանակ, որպեսզի դուք այն լուծեք։ Եթե այդ ժամանակը ձեզ չբավարարի, կարող եք կանգնեցնել տեսանյութը և լուծել այն, որից հետո կլսեք խնդրի լուծումը և բացատրությունը։ Դասարանում 25 սովորող կա, առաջին արշավին մասնակցեց 17 սովորող, երկրորդ արշավին մասնակցեց 20 սովորող, ընդ որում նրանցից 15-ը մասնակցել էր նաև առաջին արշավին, քանի սովորող չմասնակցեց արշավներից ոչ մեկին։ Ձեր ժամանակը արդեն սպառվեց և հիմա ես արդեն կասեմ այս խնդրի բացատրությունը և լուծումը։ Առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել այն փաստին, որ 15 սովորող մասնակցել են և առաջին, և երկրորդ արշավներին, այսինքն 15 սովորող միանշանակ մասնակցել են արշավներին։ Այդ պատճառով պետք է առաջին և երկրորդ արշավների մասնակցող սովորողների քանակից հանենք նրանց թիվը։ 17-ից հանում ենք 15, լինում է 2, այսինքն 2 սովորող մասնակցել են մենակ առաջին արշավին։ Հետո պետք է 20-ից հանել 15, լինում է 5, այսինքն 5 սովորող մասնակցել է մենակ երկրորդ արշավին։ Այնուհետև պետք է 5-ին գումարենք 2, որպեսզի իմանանք ընդհանուր քանի սովորող են, թեկուզ մեկ արշավի, բայց ընդհանրապես մասնակցել արշավի։ Լինում է 7, այնուհետև գումարում ենք 15-ին 7, որպեսզի իմանանք ընդհանուր արշավների մասնակցած սովորողների քանակը, լինում է 22 սովորող։ Եվ արդեն վերջում 25-ից հանում ենք 22, իմանում ենք, թե քանի սովորող ընդհանրապես չի մասնակցել արշավներին։ 3 սովորող չի մասնակցել ոչ մի արշավանքի։ Ահա և պատասխանը։ Stay tuned.